Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը պատրաստ է, առավոտվանից պատգամավոր Հակոբ Ասլանյանի աշխատասենյակում է, բայց ընդդիմադիրներից ոչ մեկը չի ստորագրել, միայն նախաձեռնության հեղինակներ, նախկին ՔՊԱ-ականներ Աղազարյանն ու Ասլանյանն են ստորագրել։ Հիմա ընդդիմադիր պատգամավորների ստորագրություններին ենք սպասում, իրենք 2 օրաձայն չեն հանում, դուք ասում եք ՔՊ։ Փաշինյանի այլընտրանքը ըստ նրանց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարն է, Էդմոն Մարուքյանին են առաջադրել վարչապետի թեկնածու ու սպասում են, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցները համաձայն են հանդիպել Մարուքյանին ու քննարկել հարցը։ Նախնական պլանը մենք մտածել ենք, որ իրանք անկեղծ են, ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Հիմա ես թողնում եմ պատասխաններն իրենց։ Միանում են Փաշինյանի նախկին թիմակիցների այս նախաձեռնությանը, թե մերժում են։ Հայաստան ու պատիվ ունեմ խմբակցությունները դեռ չեն հայտարարում։ Մարուքյանը սպասում է։ Ազատությանն էլ խմբակցություններից փոխանցեցին, թե դեռ այդ հարցով նիստեր չեն հրավիրել։ Ինչ են առաջարկում, որ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չի, ուրեմն չեն միանում, թող այդպես ասեն, շատ անկեղծ թող ասեն։ Մինչև հայտնի կդառնար իշխող թիմի նախկին անդամների նախաձեռնությունն ու Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանի թեկնածությունը պատիվ ունեմից հայտարարում էին, թե պատրաստ են առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցն ու սկսել։ Հիմա պատիվ ունեմի 6 պատգամավոր լուրջ մարդիկ են, չէ, հայտարարել են առանց նախապայմանների տալիս ենք։ Սպասում ենք Հակոբ Ասլանյանի կաբինետում բերեք ստորագրությունները։ Եթե երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները ստորագրեն Փաշինյանին անվստահություն հայտնելու այս նախագիծը, ընդամենը կկարողանան հարցը նիստերի դահլիճում քննարկել, բայց նախագիծն ընդունելու համար ընդդիմադիրների ձայները բավարար չեն։ Առնվազն Փաշինյանի թիմից 18 պատգամավոր պետք է կողմ քվեարկի։ Այս գործը հանգիստ է սիրում, մենք մինչև ՔՊԱ-ականներին հասնելը խնդիր ունենք դեռ։ Հայաստան խմբակցությունում կարծում են, որ առանց փողոցի զանգվածային ճնշումների հնարավոր չէ Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանով լուծել։ Բացի այդ, իշխող թիմից էլ պետք է օգնեն։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում իր վերաբերմունքը հայտնել է։ Ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Իսկ ինչ են մտածում Փաշինյանի թիմում, կա մեկը, որ կմիանա այս նախաձեռնությանը։ Ազգային ժողովի խոսնակն ասաց, իրենց նախկին թիմակիցների Աղազարյանի, Ասլանյանի ու Մարուքյանի սկսած գործին լուրջ չեն վերաբերվում։ Եվ նման process-ին որևիցե ձևով չենք վերաբերվում, չենք քննարկում, մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն երկար ժամանակ է շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է։ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեման ակտիվացավ ապրիլի վերջից։ Նորաստեղծ Արթուն ենք շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն են դիմել բոլոր պատգամավորներին, որ նախագիծ ներկայացնեն։ Նրանց հորդորին հետևեցին միայն Փաշինյանի թիմից հեռացված պատգամավորները։